որ օրը սկսի լուրջ բախում Իրան-Իսրայել, հաջորդ օրը Ադրբեջանը մտնելու է Հայաստան։ Եվ Արցախի պարագայում տենց եղավ, եւ ապրիլյանի ժամանակ այդպես եղավ։ Նազելի Բաղդաստարյան, այսինքն չորկայով տգեղ աղջիկը։ Լռեք, ես զբաղվում եմ մեր գերիների վերադարձով։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմլուրի տաղավարում զրուցելու ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ադիբեկյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Ադրբեջանը 2020 եւ 23 թվականից հետո տեսնում ենք, որ օկուպացված Արցախում բարբերաբար ականազերծման աշխատանքներ է իրականացնում եւ սխալ աշխատանքների կատարման ընթացքում նաեւ զոհեր են ունենում, ականի վրա մարդիկ են պայթում ու նաեւ նման դեպք վերջերս եւս տեղի ունեցավ, ինչը առիթ հանդիսացավ, որ Ադրբեջանը կրկին միջազգային ատյաններում հայց ներկայացնի ընդդեմ Հայաստանի։ Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ խաղաղության պայմանագիր կնքելու շեմին Հայաստանը ետ է վերցնում միջազգային ատյաններից հիմնավորված իր բոլոր պահանջները ընդդեմ Ադրբեջանի եւ սրան զուգահեռ Ադրբեջանը նոր հայցեր է ուղղում միջազգային ատյաններում Հայաստանի դեմ։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը ինչպես կգնահատեք այս իրավիճակը։ Դա տարբեր թեմաներ են, որովհետև առաջերտին խաղաղ պայման, այսպես կոչված խաղաղ պայմանագիրը դա Հայաստանի իշխանությունների իղձն է, իսկ դրա հետ զուգահեռ Ադրբեջանը ունի մեկ ուրիշ ցանկություն պատժել հայերին եւ ոչնչացնել Հայաստանը։ Սա երկու բևեռային իրարամերժ ցանկություններ են եւ եթե առաջի դեպքում Ադրբեջանը օգտագործում է Փաշինյանի այսպես կոչված խաղաղարար միտումները, ապա մյուս կողմից Ադրբեջանը Հայաստանը շարունակում է այդ ինքնակայքայման գործընթացը եւ ամեն ձև նպաստում է Ադրբեջանի այս ծրագրերի իրականացմանը։ Իրականում եթե մենք խոսում ենք չոր փաստերով, անտեսելով հայ իրավիճակը, դրա հետ զուգահեռ, եթե մենք անտեսենք այս իրավիճակը, ապա Ադրբեջանը չունի ոչ մի հիմք Հայաստանին պրետենզիա ներկայացնելու, որովհետև այն քարտեզները ականապատման, որը կար Հայաստանի ձեռքի տակ, նրանք պաշտոնապես փոխանցվել են Բաքվին։ Այստեղ խնդիրը նրանում է, որ ժամանակին, երբ որ այդ տարածքները ականազերծվել են, դա եղել է առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, չեն էլ հասցրել քարտեզագրել եւ ականազերծողները զոհվել են հենց այնտեղ դաշտում։ Եվ շատ ու շատ ականների մասին անգամ հայկական կողմը տեղյակ չի եւ դա փաստ է, որի մասին խոսվում էր դեռ 2000-ականներին, որ մենք չունենք նորմալ քարտեզներ, որովհետեւ process-ը տեղի է ունեցել ռազմական իրավիճակում եւ հետեւաբար իսկ մարդիկ զոհվել են գիտելիք կրողներն են զոհվել եւ դրա համար այդ ամեն ինչը չի քարտեզագրվել եւ չի հանձնվել թղթի։ Եթե Ադրբեջանը ուզում է Հայաստանին բան անել, պատժել, ապա դա շատ սխալ ճանապարհ է, որովհետեւ այս պարագայում Հայաստանը իրոք մեղավորություն չունի այդ իրավիճակում։ Արդեն հայտնի է, որ խաղաղության պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերը համաձայնեցված են, ըստ որի միջազգային կառույցներից եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է հետ վերցնեն բոլոր հայցերը ընդդեմ ուղված եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ու նաեւ սահմաններից պետք է դուրս բերվի երրորդ ուժերը։ Խնդրեմ ներկայացնեք, թե սա ինչ իրավիճակի է հանգեցնելու դրական եւ բացասական կողմերը ու նաեւ ինչ է շահելու սրանով Հայաստանը, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ այս պայմանագրի կնքումով շահելու է միայն Հայաստանը։ Հայաստանը շահելու է իր սեփական մահը։ Ուրիշ ոչ մի շահ Հայաստանը այստեղ չունի, առավել եւս դրա մասին խոսում է Արարատ Միրզոյանը, մարդ, ով չունի համապատասխան կրթություն
եւ համապատասխան գիտելիքների պաշար, որ կարողանա գնահատի իր արարքների հետևանքները։ Ոչ մի ռիսկեր հաշվառված չեն, դա առաջինը, երկրորդը մենք դեռ չենք տեսել համաձայնեցված մնացած բոլոր կետերը, որտեղ նմանատիպ թուղթը, որը ճակատագրական նշանակություն ունի մի ողջ պետության եւ ազգի համար, առաջի հերթին պետք է քաղաքացիները տեղեկանան, ինչ եք դուք ստորագրում, ինչ է ներառել այդ փաստաթուղթը, որովհետեւ Արարատ Միրզոյանը այն հեղինակության տեր անձը չի, որի այդ դատարկ խոսքը, որ ամեն ինչ լավ է լինելու, ես ընդունեմ որպես բան։ Վերջի տարիների ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը իրանց չի ընտրում։ Ժողովուրդ ասելով նրանք ումի նկատի ունեն։ Ժողովուրդը իրանց արդեն շատ վաղուց չի ընտրում։ Նախ, երկրորդը, ժողովուրդը եթե անգամ նրանց ընտրել է, ժողովուրդը նրանց տվել է շատ հստակ օրակարգ ազատել պետությունը կոռուպցիայից, ժողովուրդը նրանց չի թույլ տվել մեր հողերը բաժանել թշնամուն, թշնամի բերել մեր տուն, քայքայել բանակը, քայքայել տնտեսությունը, կրթությունը եւ բարոյազրկել այս ժողովրդին։ Եվ այն ինչի համար նրանք ստացել են այդ վստահության քվեն, հա, նրանք դա էլ չեն արել, որովհետև այնպես ինչպես կոռուպցիան զարգացել է վերջի 7 տարվա ընթացքում, նախկին 25 տարվա ընթացքում նման կոռուպցիա Հայաստանում չի եղել։ Բայց Տիկին Ադիբեկյան, Ադրբեջանը արդյոք հակված է կնքելու խաղաղության պայմանագիրը, թե ուղղակի ժամանակ է նա շահում սրանով։ Նա ժամանակ չի շահում, նա ընդհանրապես այս իրավիճակից քամում է բոլոր իր համար նպաստավոր պայմանները։ Դուք տեսեք Ադրբեջանը ինչ է ստանում եւ Հայաստանը ինչ չի ստանում եւ ինչից է զրկվում։ Ադրբեջանին պետք չի այդ խաղաղ պայմանագիր, որտեղ եթե որ օրը Ադրբեջանը կնքեց խաղաղ պայմանագիր, որ օրը որ հստակեցվեցին սահմանները, Ադրբեջանը այլևս օրենքի սահմանները, միջազգային օրենքի սահմանները, չնայած դրա վրա էլ նրանք բավականին վերացականորեն են նայում, հա, նա չի կարողանալու անպատիժ մտնի եւ հայկական տարածքներ զավթի։ Հիմա նա երբ որ մտնում է ջերմուկի տարածք եւ տարածքներ է զավթում, ասում է իսկ սահմանը որտեղ է։ Սահման չկա, մենք եկել ենք, մարդ չկա, նստել ենք։ Եվ Ադրբեջանին պետք չի խաղաղ պայմանագիր։ Խաղաղ պայմանագրի շուրջ խոսակցությունները պետք են, որ նոր պայմաններ ներկայացնի Հայաստանին եւ Հայաստանը այդ պայմանները սկսի բավարարել։ Այո, անշուշտ խաղաղություն, որ պետք չէ Ադրբեջանին, դա հստակ է եւ դրա մասին խոսում են վերջին իրադարձությունները, երբ Ադրբեջանը բարբերաբար կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ եւ նաեւ այստեղ կցանկանայի անդրադառնայիք Իրան եւ Իսրայել հավանական բախման արդյոք դուք հավանական եք համարում Իրան-Իսրայել բախումը եւ ինչպես է գործելու այս բախման ժամանակ Ադրբեջանը, ինչ քաղաքականություն է նա որդեգրելու։ Որ օրը սկսի լուրջ բախում Իրան-Իսրայել, հաջորդ օրը Ադրբեջանը մտնելու է Հայաստան, որովհետև այդ պահին դուք նկատել եք, երբ Ադրբեջանը սկսում է ռազմական գործողությունները, երբ որ ամբողջ աշխարհը զբաղված է ինչ որ ուրիշ ավելի կարևոր, ավելի պրիորիտետնի խնդիրներով։ Եվ Արցախի պարագայում տենց եղավ, եւ ապրիլյանի ժամանակ այդպես եղավ, դա նորմալ է։ Վրաստանի 2008 թվականի պատերազմները սկսեց օլիմպիադայի ժամանակ, աշխարհի ուշադրությունը սերված էր օլիմպիական խաղերին։ Դա բնորոշ է եւ տրամաբանորեն չեմ կարող ասել, որ խրախուսելի, բայց այնուամենայնիվ, հա, որ օրը աշխարհի ուշադրությունը շեղվի ավելի կարևոր իրադարձության վրա, հաջորդ օրը ստեղծում սաղացը սկսել։ Պատերազմ չէ, հարձակում։ Որտեղ պատերազմը նշանակում է, որ երկու առնվազն հավասարազոր
մասնակիցներ իրար դեմ պայքար են մղում։ Ստեղ լինելու է մսաղած, որտեղ Ադրբեջանը զորքերը մտցնել է եւ առանց նայելու մորթի բոլորին։ Ես ձեզ հիշեցնեմ Կավոմը Նազելի Բաղդաստարյան, այսինքն Չոլկայով տգեղ աղջիկը, որը մի քանի տարի առաջ, երբ դեռ Երևանում Փաշինյանի ապարատում էր աշխատում, ասում էր լռեք, ես զբաղվում եմ մեր գերիների վերադարձով, դուք ձեր քայլերով եւ խոսքով խոչընդոտում եք այդ գործընթացին, այդ օրվանից անցել է 3-4 տարի, գերիները ոնց կային Բաքվում այդպես շարունակում են մնալիս, Նազելի Բաղդասարյանը արեց փայլուն կարիերա, դարձավ Շիրակի մարզի մարզպետ, հիմա էլ ինչ որ ակտիվ գործունեություն է ծավալել, հասկանում եք սուտ են ասում, ննջեցնել այդ թեման, որովհետև պատկերացրեք, հիմա մենք այդ թեման պահում ենք օրակարգում, մենք այդ թեմայի ուշադրությունն ենք գրավում միջազգային կազմակերպություններին եւ այլ պետություններին, հա, այսինքն մենք էլ արդեն հույս չունենք, որ մեր իշխանությունները մեզ կօգնեն, դրա համար մենք ստիպված ենք դիմել արտաքին աշխարհին։ Արտաքին աշխարհը ասում է զբաղվեք ձեր գերիներով։ Այդ թեման եթե ասում եմ մենք զբաղվում ենք, մենք լուռ ենք բանանում, թեման փակվեց, 3-4 տարի կանցնի, կասեն չստացվեց։ Շնորհակալ ենք։ Հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի հետ։